Ողջունում եմ հարգելի հեռուստադիտող, այսօր մենք Տիկին Փաշյանի հետ միասին շարունակել ենք Կոմիտասի մասին մեր խորհրդածությունները եւ այսօրվա մեր զրույցի թեման Կոմիտասը որպես երաժիշտ։ Բարև ձեզ Տիկին Փաշյան։ Տիկին Փաշյան, նախորդ հաղորդման շրջանակներում մենք զրուցեցինք Կոմիտասը որպես բանաստեղծ եւ այսօրվա թեման որոշեցի վերցնել Կոմիտասը որպես երաժիշտ։ Առաջին հարցը, ի՞նչն է ձեր կարծիքով երաժշտության մեջ հավերժություն ստեղծում եւ արդյոք Կոմիտասը կարողանում է մոտենալ այդ չափանիշին։ Շատ հետաքրքիր հարց է։ Կոմիտասը անսահման է, նա օվկիանոս է, նա բարձր լեռ է, շատ բարձր, որին հասնելու համար ամիսներ եւ տարիներ են պետք։ Պատահական չէ, որ նա ուղիղ առնչություն ունի Արարատ լեռան հետ, որովհետեւ ինքն է ասել, որ սա է մեր երգը։ Եթե այսպես ասեմ շատ կոմիտասագետների բնորոշմամբ, որ Կոմիտասը մեր ժողովուրդն է, ապա սա ինձ թվում է ամեն չէ ասում, որտեղ բազմադարյան ժողովրդի ամենավառ ներկայացուցիչներից մեկն է։ Կոմիտասն արդեն իսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ն նրան համարում է աշխարհի մարդ։ Նա ճանաչվել է միջազգային ռեգիստրում որպես վերջնական, այսինքն կերպար, որը մնում է, հավերժանում է մարդկության պատմության հիշողության մեջ, որպես այդպիսին։ Նա իհարկե առաջին հերթին իր երկրինն է եւ մի բան հետաքրքիր, որ Կոմիտասը եւ արևմտյան եւ արևելյան Հայաստանների միջնորդն է, այսինքն նա կրում է իր մեջ եւ արևելքը եւ արևմուտքը հայկական իրականության։ Սա բացառիկ երևույթ է եւ Կոմիտասի մասին խոսելիս նախ պետք է շատ լավ իմանալ նրա կենսագրությունը, անցած ճանապարհները, մտահորիզոնները, նրա գրառումները, նրա խոհերը, նրա ամեն մի քայլը, որը բերել է նրան մեկ բառի Կոմիտաս վարդապետ եւ Կոմիտաս երաժիշտ եւ Կոմիտաս բանաստեղծ, Կոմիտաս խմբավար, Կոմիտաս ամենահետաքրքիր մտավորական, որը եղել է եւ Արևմտյան Հայաստանում եւ Արևելյան։ Այսրանովից շատ է դարձել, որ նա երկու մտածողությունների եւ երկու տեսադաշտերի կրողն է եւ այդ մշակույթը իր սրտում է եղել։ Նա շատ լավ է ճանաչել իր երկիրը։ Ինչու է նա, ինչու պետք է մենք նրան հավերժացնենք, այսպիսի հարց տնենք մեր առջեւ, ինչպես այս հարցներ։ Պատասխանը այսպես պետք է ձևակերպեմ, որ նա փաստորեն հավաքեց հայկական երաժշտական մտածողությունը ամբողջությամբ, այսինքն մեղեդիները հավաքագրեց, վերցրեց, պահեց, այն ինչ չէր հաջողվել եւ ոչ մի ժողովրդի։ Եգիպտացիները ունեն բուրգեր, եգիպտացիները ունեն ճարտարապետություն, մշակույթ, երկպար։ Հիշողությունը երկի կործանված է, այսինքն չկա։ Նույնը կարելի ասել նաև հույների եւ շատ ուրիշ շումերների, ասորինների, բայց մենք հայերս Կոմիտասի շնորհիվ մեր բազմադարյան հազարամյակների միջով անցած մեղեդին հայկական ինքնության պահում ենք։ Սա ինչ է նշանակում։ Կոմիտասը հավերժել մեր մեջ, այսինքն արդեն իսկ մեզից հետո եկող սերունդները կճանաչեն հայկական երգը, նրա ինտոնացիան, նրա ծագումնաբանությունը կզգան, գենետիկ կառուցվածքը կզգան, մկաններում, հյուսվածքներում եւ ուղեղի ծալքերում կպահեն այդ մեղեդիների շարժը, մեղեդիների ռիթմը եւ այսօր մենք ամբողջ ընթացքում կունենանք այդպիսի հրաշք իրականություն։ Մենք կհասկանանք ի վերջո, որ մենք հին ժողովուրդ ենք եւ կրում ենք մեր մեջ անցյալի դարավոր մշակույթի ավանդույթները։ Այսքանով իսկ Այսինքն երաժշտությունը, Կոմիտասի երաժշտությունը կարող է փոխել մարդու ներքին աշխարհը։ Ինչպես եք դուք դա տեսնում։ Իհարկե։ Նախ սահմանենք ով է Կոմիտասն առաջին հերթին։ Կոմիտասը մեր հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրն է։ Շատ բան է սրա մեջ արդեն ասված, այս խոսքի, այս արտահայտության, այս ձևակերպման մեջ։ Կոմիտասը մաքրում է ազգային մտածողության հենքերը, այսինքն այն ինչ որ կարող էր անմաքուր լինել, նա հեռացրել է, նա մաքրել է երգը, մեղեդին, շատ կարևոր է, մենք ինչ ենք երգում եւ մեր մեղեդու փիլիսոփայության մեջ ինչ է թաքնված։ Եվ նա երեք մասի է բաժանել հայկական երգը, այսինքն հայ իրականության մեջ նա 3 դասում է արել աշխարհիկ երգը, ժողովրդական եւ հոգեվոր։ Եվ գրել է հայ հոգեվոր երաժշտության մասին մեծ ուսումնասիրության, եկեղեցական երաժշտության դասախոսներ է կարդացել։ Այսօր նա եւ Թումանյանը հետաքրքիր հետագծով են գնացել, արմատապես վերցանելով հայրենիքի սահմաններն ու ճակատագիրը։ Մարտիրոսյանն ասում էր, որ
Կոմիտասը երբ երգում է, նա կարծես ձեռքով խաղում է հողի հետ, այսինքն այնքան մոտ է հողին, նա մոտ էր հողին և մոտ էր երկնքին, մոտ էր դաշտերին և մոտ էր սարերին, այսինքն նրա արմատները ձգվում են ամենուր ինչպես Թումանյանը, նա մեծ կաղնի է, որի արմատները կիլոմետրերով և հազարավոր տարածություններ են գնում հասնում, այսինքն Գողթան գավառից ծերած այս ընտանիքը, որը հանգրվանեց արևմտյան աշխարհում հայկական կողմում, նա խորագույն արմատներ ուներ և այդ արմատներ իր սրտում էին և այդ սիրտը նրա իսկապես նվիրեց նա իր ժողովրդին, ուղղակի ներբողեց իր ժողովրդին, ընծայաբերեց իրեն և դրանով իսկ հարստացրեց մեր մտածողությունը, հետագիծը, ապրելու հնարավորությունը, այս հավերժության ևս մեկ գրավական է և լսելով Կոմիտասյանի երգը մենք հասկանում ենք, թե ուր պիտի գնանք, ինչից պիտի հեռանանք, պետք չի ասել, այ մի լսեք ես երգի, սա հին է, բան է, այդպես լավը չէ, ինչ-որ չեմ ուզում այդ բառերն ասեմ, ինչպիսին է, հա, համակարգ եւ այլն։ Բավական է, որ լսենք նույն, այսինքն ձևով, ինչպես լսում ենք, դա այդ պահին լսենք Շուշիկին մի հատ երգը լսենք, կամ Ալավյազը լսենք, կամ օրինակ լսենք Արինա Ձունարել, կամ ելը լսենք, մեր ժողովրդի ամբողջ հավաքականությունը կզգան, կարծես թե այդպիսի տպավորություն է, որ ոչ մի հայ չի մահացել, այլ նրանք գտնում են սարերում, լեռներում և ամեն տեղից արձագանքում են իրար, այս կողմից ձայն են տալիս այն կողմին, հյուսային մասից ձայն են տալիս հարավայինից, արևելքից, արևմուտքից, ամեն ծերպից հայի ձայնն է, կարծես հայերը սփռված են լեռներով մեկ, ձորերով մեկ, սարերով ծաղիկների ու բույրերի միջից ձայն տան իրար և ասեն վեր կաց։ Այսինքն այս երգը միայն բավական է ժողովրդի ամբողջականության և հետագա ապրելու հնարավորության համար է, կարծես։ Այս սա է Կոմիտասը։ Տիկին Փաշյան, շարունակելով հոգևոր թեման, ձեր կարծիքով ինչ որոնումներ են թաքնված Կոմիտասի երաժշտության լեզվի և էմոցիաների ետևում։ Ընդհանրապես առաջին հերթին այն խոսք է և նա կարևոր պատգամ է հղում այդ երգերի ստեղծմամբ։ Կոմիտասը ամբողջովին նաև որոնում է, որովհետև նա հավաքագրել է, նա գնացել է այստեղ և այնտեղ և հավաքագրել է հայկական մեղեդինները, նա օգնել օրինակ Մանուկ Աբեղյանը։ Հետաքրքիր է, որ նա նաև խոսքի վարպետ էր, նա նաև խոսքի որպես բանաստեղծ և մտածող, նա դասախոսում էր, նա խոսում էր, նա ստեղծեց Բուսան երգչախումբը 1910 թվականին, երբ եկավ Կոստանդնուպոլ, արդեն հետ վերադարձավ Կոստանդնուպոլիս, և նա սկսեց աշխատել երգչախմբի հետ, նա կարծես քայլող դաշնամուր ստեղծեց, և նրա երգչախումբը կարելի է անվանել իսկապես սև և ստեղների միակցություն։ Բոլոր ձայները կային այստեղ և նա դիրիժորական խմբավարի այդ փայտիկով ստեղծեց հայկական ուղղակի երանգների ներդաշնակություն, հայկական երանգների տղամարդու ձայն, կնոջ ձայն և դա կոչվում է իր հայրենիքի հավաքականություն, կարծես ամեն ինչ հավաքեց և Բուսան երգչախմբով նա ամեն ինչ ասաց և առաջին երգը, որ նա պատրաստեց, եկեք հետևենք տեքստին և տեսնենք որ երգն էր, որ նա ընտրեց և այս 300 երգսեռ ուրեմն անդամներով նա կազմեց և դասավորեց զայնային տվյալների, որոնք գալիս էին, հավաքվում էին Կոմիտասի շուրջը, նա ընտրում էր, թե ով պետք է լինի, ով չպետք է լինի, նորանոր մարդկանց էր ընդգրկում և այն, որ Կոմիտասը ընտրեց առաջին երգը, Անձրև եկավ Շաղալեն, այսինքն նորից գնացին դեպի բնություն, իսկ Անձրևը կենդանություն է, կյանք է, եթե Անձրևը բախվում է հողին, ապա ծիլեր են, չէ, առաջանում, ստեղծվում, Կոմիտասով մենք անդադ հետ են գնում դեպի բնություն։ Բնություն, հող, շարունակություն, որ հայ մարդը պետք է ապրի և մենք ունենք այդ ամենը, այսինքն մենք պետք է հետևենք մեր և բանաստեղծական և երաժշտական աշխարհին, երաժշտական տողերին, որպես բանաստեղծություն, հետևենք նրա մտքի զարգացմանը, ոչ միայն մեղեդին երգենք, այլև նաև հասկանանք այդ երգի հետևում ինչ կա, այսինքն տեքստն է բերում, չէ, տանում շարժիչ ուժը տեքստն է, Անձրև եկավ Շաղալեն, ուռու տերև դողալեն, ինչպիսի ուռու տերև դողալեն, շատ լավ ցույց է տալիս Անձրևի նշանակությունը և երկու տողերում հայ շինականի ուրեմն կերպարն է այս հենց երկու տողերում
Մեր առջև բացում է մի հմայիչ բնապատկեր եւ բացի դրանից անձրևի կաթիլները դողդողում պարզապես եւ նրանք կարծես պրիզմակի պես են երևում, պրիզմայի միջոցով անցնում են հողի մեջ եւ անձրևի կաթիլները նորաբողբոջ ուռենու պատկերով են, այնպեսի գեղեցկություն չէ եւ սա կյանքի կարծես վերածնունդը լինի որպես ուրախություն եւ այդ ուրախությունը համենական կանչով է երևում վայ լելե ժողովուրդն է երգում հետո հրես եկավ իմ աղբեր ուղղակի հետևենք տեքստին ալձի տակին խաղալ են խալիչեքը փռել եմ նախշուն բարձր դրել եմ թարլան ջան քեզ ուտելու սեր ու կարակ հազրել եմ տապակած հավիճուտ բերեմ ոչխարի մածուն մերեմ որ գիտենաս ամուր ջան թե քեզ սրտով կսիրեմ հուշ մի դառնա թևավոր դու խաղ կանչե ձևավոր երապ կլի է նորը որ գաս մեր տուն թակավոր Այսօրեն նորից գնացինք դեպի սիրո աշխարհը։ Կոմիտասը սիրո նաև մոնետիկ է։ Նամասերը այնքան է արժևորել եւ կարեւորել, ով կմտածի, որ Կոմիտաս վարդապետի աստորեն հիմքերից մեկը մտածողության սիրո դաշտն է, սիրո աշխարհն է, որը կյանքի ծնունդ է դարձյալ։ Հետաքրքիր, շատ հետաքրքիր է հետաքրքիր եւ պատկերավոր է ներկայացնում սիրո եւ բնության մասին։ Տիկին Փաշյան, քանի որ խոսքը գնում է երաժշտության մասին, ինձ ամեն դեպքում հետաքրքիր է եւ հարկ եմ համարում ձեզ հարցնել, իսկ որն է ձեր սիրելի երգը, եթե վերցնենք Կոմիտասին։ Ես մեծացել եմ Կոմիտասի հնչյունների տակ, մայրս երգել է Հովհաննես Չիքիջյանի երգչախմբում, համալսարանում սոլո, պետական համալսարանում սոլո տարիներին, եւ իմ օրոցայինները կապված են եղել հենց ամեն ինչ Կոմիտասի հետ մեծ կապ ունի եւ ես այդպեսով արմատապես ձևով եմ զգում Կոմիտասին, որովհետև դեռ աչքերս չբացած եմ լսել, դեռ չծնված է մայրս երգել, ես դեռ այնտեղ եմ լսել նույնիսկ եւ հետո իհարկե քնում էի, փոքրիկ էի, հիշում եմ ինչպես էր երգում էր նաեւ Բարսեղ Կանաչյանի ուրեմն ստեղծագործությունը հայտնի օրոր, իսկ Բարսեղ Կանաչյանը ուղիղ կապ ունի Կոմիտասի հետ, որտեղ եղել է նրա աշակերտը եւ ինքն էլ Կոմիտասի հետ շատ մեծ գործ է արել։ Կոմիտասի ստեղծագործությունից ես երևի թե պետք է առանձնացնեմ կռունկը։ Որտեղ դա կանչ է, դա այն է եւ իհարկե Շուշիկին։ Եվ նա երկինքն ամպել է, այս երեքը երևի առաջին պլանում ինձ համար ես կատարում եմ դրանք, մաման երկինքն ամպել է, դաշնամուրի վրա ստեղները շնչում են եւ դու կատարում ես հարմոնիկ առումով հրաշք է երկինքն ամպել է կատարելը, որովհետև դրա մեջ մեծ փիլիսոփայություն կա։ Միշտ Կոմիտասի երաժշտությունը կապված է հայրենի եզերքի հետ, հողի։ Իսկապես հրաշալի երգեր են Տիկին Փաշյան։ Տիկին Փաշյան, խոսելով լռության խորհրդի մասին, ինչ է կարծում, ինչ դեր ունի լռությունը Կոմիտասի երաժշտության մեջ։ Կոմիտասի երաժշտությունը լռության երաժշտություն անվանել այնքան երևի գրագետ չի լինի, բայց լռություն բառը շատ սազական է Կոմիտասի կերպարին, որովհետև ես բերեմ լռությունը տարբեր ասպեկտներով, տարբեր բնութագրումներով։ Նախ այն, որ նա շատ է ուսանել եւ սովորել, բարձր է, որ մենության մեջ եւ լռության մեջ եւ երաժշտական աշխարհում կա մի նշան, որը կոչվում է պաուզա, դադար։ Այդ դադարը եղավ իր կյանքում այդ պաուզան, չգիտեմ ինչ չափերի հասավ, որ նա 15 թվականից դու այլևս չխոսեց, այնպես ինչպես որ մենք պետք է հասկանայինք եւ նա ժողովրդ պիտի լիներ, այսինքն Կոմիտասի այս խորհրդավոր լռությունը մինչեւ իր մահը արդեն մեծ պաուզա է, դադար է, թե ինչ էր նա մտածում եւ ինչ էր խորհվում, այսինքն եռանդուն մարդը, որը տեղից տեղ էր գնում մի վայրից մի վայրը եւ հանկարծ դրան բերում են, փակում են եւ դա դառնում է մի մեծ լռություն։ Եթե նա միայն ոչինչ, այսինքն լռության խոսք ասեր, կամ ստեղծագործերում 4 քառորդ ամեն մի տակտում ունենար լռություն, այդքան չէր լինի, ինչքան իր մահվանից հետո այս մեծ լռությունը, այնքան ուզում եմ ասել, որ տակտերի մեջ անգամ մեծ պաուզաներ դներ, այդպիսի լռություն չէր ստեղծի, որքան իր լռությունը 15 թվականից հետո։ Բայց լռությամբ պետք է լսել նրա հարմոնիկ աշխարհը, նրա երաժշտությունը, շատ պետք է ընկողվել, շտապել, պետք է ամբողջովին զգալ եւ վայելել եւ պահպանել հայկականությունը հենց միայն Կոմիտաս լսելով։ Եթե մենք արունածունը արել, հետևենք մեղեդիական շարժին
Եվ նա հարմոնիայի սովորել Մակար Ետմալյանի մոտ, այսինքն Էջմիածնում նա սովորել է վարժարանում, Գևորգյան վարժարանում, Տերմարանում, եւ այստեղ նա շատ դակրկիր ուրեմն իրողությունների եւ իրականությունների մեջ է եղել, շատ նշանով մարդկանց հետ է շփվել, ուսանել է, իսկ ուսանելը լռություն է սիրում, որովհետեւ այն մարդը, որը պատկերացնում եք աղմուկի մեջ սովորող մարդու, իսկ նա անվերջ լսել է եւ եզրակացություններ է արել։ Այսինքն մարդ, որը իր մեջ կրում է արվեստի բոլոր ճյուղերի արմատները, հայրենի եզերքի զգացողությունը, տեղանքները, երգը, պարը, ինչքան է արժևորել պարը, ինչքան է արժևորել Գեղջուկի երգը, մեր խազագրությունը։ Հաճարյանն ասում է, որ Կոմիտասն ասում է իրեն, ինձ եսավ, այդպեսի տողեր ունի, որ 50 խազ է գտել, եւ ինչպիսի ուրախություն, այսինքն մենք ինչքան խազեր ունենք երաժշտական նշաններ, որոնց որ կարող են ձևավորել մեր ազգային երաժշտական մտածողությունը։ Նա ասում է նաեւ, եթե երջուհին երգում է, Գեղջկուհին բնության մեջ, ինչքան գեղեցիկ է նրա երգը բաց տարածքում եւ այս դեպքում նոտաներն ինչ են, որ մարդկային ձայնի մոտ նա վոկալ է սովորել։ Նա լավ երգել է եւ գիտի ինչ է նշանակում երգել, այլապես չէր ստեղծի հուսան երգչախումբը։ Եվ այդ հուսան երգչախումբը պետք է շարունակվեր, դա միավորող դեր կխաղար արևելյան եւ արևմտյան Հայաստանների մտածողության միավորման եւ միասին լինելու զգացողություններում եւ ողորումներում, պայքարում, այսինքն։ Միայն ասել, որ Կոմիտասը երկհան է, մենք ասել ոչինչ չենք ասում։ Մենք Կոմիտասին ամբողջության մեջ պիտի դիտենք եւ լռության մեջ պիտի երբեմն հասկանանք դրա մեծության արժեքը։ Այս լռության գաղափարը նա է հասկանալու իրողությունների բաղդատման եւ կարդալու համար Կոմիտասի գործունեությունը։ Երբ մենք ընթերցում ենք Կոմիտասի կենսագրությունը, կարծես թե դու տեսնում ես քո ամբողջ հայրենիքի պատմությունը, այսպիսին ներն է։ Այստեղ աշխատում է այն գործոնը, որ լռությունը երբեմն շատ ավելի խոսքեր ունի ասելու, քան հազարավոր ասված խոսքերը։ Տիկին Փաշյան, ես ուզում եմ նշել մեր հեռուստադիտողին, որ մենք հենց ապրիլին որոշեցինք սկսել Կոմիտասի նվիրված շարքը, առաջինը, ինչպես նշեցի հաղորդման սկզբում, դա Կոմիտասը որպես բանաստեղծ, եւ միգուցե ինչ-որ խորհուրդ ուներ ապրիլին սկսելը մեր այս հաղորդումը։ Այսօրվա մեր հաղորդումը եզրափակենք այսքանով, շնորհակալություն եմ հայտնում ձեզ մեզ հետևելու համար, Տիկին Փաշյան ձեզ ևս շնորհակալություն եմ հայտնում, շատ հետաքրքիր եւ հաճելի զրույց էր, ինչպես միշտ, մնացեք մեզ հետ, շնորհակալություն։